Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է եւ նախատոնական իր հաղորդումն է այսօր ձեզ համար հեռարձակում, ինչու նախատոնական, որովհետեւ վաղը իրականանալու է Տոլմայի համահայկական 4-րդ փառատոնը։ Ողջունում եմ ձեզ, շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումներին, բայց նախքան ուտեստին անցնելը եւ նախքան այս տոնական օրը սկսել ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել մեր հովանավորների մասին։ Բարեկամներ, այո, նախատոնական է, Տոլմայի փառատոնի նախորդ օրն է այսօր մենք Տոլմա ենք պատրաստելու եւ պատրաստելու ենք իմ հյուրի հետ, իսկ իմ հյուրը Քարահունչ ֆոլք ռոք խմբի ղեկավար եւ մենակատար Սիրուն Շեկոյանն է։ Ինչու Քարահունչ խումբ, որովհետեւ վաղը հարգելի հեռուստադիտողներ Տոլմայի փառատոնը զարդարելու է իր ներկայությամբ հենց Քարահունչ ֆոլք ռոք խումբը։ Ողջույն Սիրուն։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Սիրուն ջան, տրամադրությունը բարձր է։ Այո։ Հետևաբար այսօրվա պատրաստվելիք ուտեստը համեղ է լինելու, իսկ պատրաստելու ենք ինչ։ Պատրաստելու ենք ամառային տոլմա կամ ինչպես ասում են վաղաշաբաթի տոլմա։ Վաղաշաբաթի տոլմա։ Լավ, սկսենք թվարկել այստեղ դու ունես խոզի միս, հորթի միս, սոխ, գլուխ, կանաչի, խնձոր, սմբուկ, տակտեղ, լոլիկ, ձիթայուղ, աղ, պղպեղ եւ աղ պղպեղները տարբեր գույների, հա, սև եւ կարմիր պղպեղները։ Եվ ինչ ես դնելու։ Որոշակի համեղ լինի։ Բնականաբար տրամադրություն։ Ապրես դու, ունեմ խճողակը ես կօգնեմ պատրաստել, քանի որ մենք չենք օգտագործում աղացված միս, այս միսը մանր ես կօգնեմ քեզ որ կտրատենք։ Ես ուզում եմ, որ մենք խոսենք երաժշտությունից այսօր, բնականաբար կհասցնենք մեր անդրադառնալ ուտեստներին, բայց կուզենայի, որ խոսենք երաժշտությունից, ինչպես ստացվեց, որ դուք այդ խումբը ստեղծեցիք եւ այդ հիասքանչ երաժշտությունը, որ բոլորը հավանում են, որոշեցիք, որ անպայման բացը կար դրա ձեր կարծիքով։ Կարծում եմ կար, ես անձամբ խմբում ինձ տեսա, մտախումբ, քանի որ զգում էի դրա կարիքը ընդհանրապես մեր իրականության մեջ, իսկ խումբը իրականում շատ պատահական ստեղծվեց, ես անձամբ հանդիպել եմ մեր Տիգրանին գիտարի երեկոյի ժամանակ, միասին ինչ-որ մի բան ենք կատարել Արմեն Մովսյանի երգերից, այդպես որոշեցինք, որ կարելի է համատեղ մի բան անել, հետո Տիգրանը գտավ մյուսներին եւս Եվ ձևավորվեց։ Այո, եւ ձևավորվեց Քարահունչ խումբը։ Խճողակը պատրաստեցինք ճիշտ եւ ճիշտ Սիրունի բաղադրա տոմսով։ Կտրատեցինք խոզի միս, հորթի միս, համեմված էին մսերը աղով պղպեղով, բայց խճողակը էլի կհամեմենք, խոշոր կտորներով սոխ կտրատեցինք եւ խոշոր կտորներով կանաչի։ Հիմա մենք լոլիկի միջուկը ես կխնդրեմ, որ որպես տոմատ մածուկ, չէ՞, որ նշեցիր նախնական զրույցի ժամանակ։ Ամբողջովին անում ենք, փորձում ենք անել բնական ձևով։ Այո։ Ես ինքս խորհուրդ եմ տալիս ընդհանրապես ուտել ինչքան հնարավոր է բնական, ինչքան հնարավոր է քիչ, նույնիսկ կտրտել շատ չեմ սիրում, որտեղ ամեն անգամ, հա, կտրտելուց եւ թե համային որոշակի կորուստ լինում է։ Այո, այո։ Հիմա կբացենք նաև խնձորը, միջուկը կհեռացնենք։ Եվ սկսում ենք լցոնել։ Այո, Սիրունը կսկսի արդեն լցոնել։ Սա այն տոլմայի այն շարքին է, այն տոլմաների շարքին է պատկանում, որոնք որ լցոնվում են, բայց իրականում տոլման չենք լցոնում, իրականում մենք տոլմա խաղողի տերևից ենք պատրաստում տոլիից, տոլի, որի անունով էլ տոլման կոչվել է, հին հայերենով տոլի խաղողի վազ եւ փաթաթել ենք։ Լցոնենք եւ շարենք արդեն, հա։ Սովորաբար ցանկալի է առաջինը սմբուկները շարել, Հա։ հետո
տակդեղը, հետո լոլիկը, քանի որ լոլիկը շատ ավելի շուտ է եփվում։ Շատ լավ։ Ես հերոստատողներին ասեմ, որ երբ որ ասեցինք խճողակը կտրատեմ, մի քիչ տարակուսանք առաջացավ։ Այո։ Այո։ Ահա, այսպես ունեցանք մենք սմբուկի, տակդեղի, լոլիկի եւ խնձորի համադրությամբ, բայց մի բան պիտի խոստովանենք։ Մենք մոռացանք խճողակի մեջ բրինձ ավելացնել։ Չէ, իրականում չենք մոռացել, փորձում ենք նորովի ինչ-որ մի բան անել։ Ֆոլկ ռոք անել։ Այո։ Տոլմայի ֆոլկ ռոք։ Նորովի տարբերակ։ Մենք պարզապես բրինձը եւ ավելացված, հա, այս խճողակը ավելացնենք եղածի վրա եւ ինքը հետաքրքիր մի բան կստացվի։ Ինչու՞ ոչ։ Տեսակ, որ ասում եմ, միայն երաժշտության մեջ չի, որ նորարարություններ, չգիտեմ, նոր մոտեցումներ, իրականում սիրունի օգնությամբ մենք նոր մի պատրաստման եղանակ ունեցանք, խճողակի մնացած մասը այսպես խառնենք, իրականում սա ես ասեմ սիրուն դուրս եկավ այս նորությունը, դուրս եկավ, չեր հանդիպե բնական է, բայց ոչ ամեն մի չհանդիպող բան չի, որ կհավանես, իմ կարծիքով շատ տրամաբանական էր նորությունը և հաճելի, մի եզրից ջուրը կլսնենք, մի քիչ ձիթայուղ Կարելի է։ Կարելի է, չէ՞։ Իրականում կարելի է։ Ձիթայուղը երբեք մշակի համ։ Թող համեղ լինի։ Ահա, կծածկենք կափարիչով եւ կուղարկենք կրակի վրա, ջեռոց կամ կրակ։ Մեզանից ինչքան քանի րոպե Երբ սկսում է եռալ, դրանից հետո մոտ 30 րոպե երևի թե կեպվի, բայց դանդաղ կրակի վրա։ Տեսնում եք որքան է պատրաստված սիրունը, նաև ուտեստ պատրաստելու մեջ։ Հենց սկսում է եռալ, չի ասում, հենց սկզբից։ Լավ, կսպասենք եռալուց հետո կես ժամ կամ 30 րոպե, 30 րոպե հետո կներկայանա այս հիանալի ուտեստը նորարարական իր ոճով եւ մենք միասին կվայելենք։ Just Սիրուն ջան արդեն պատրաստվեց, հələ տեսնենք ես ինչ ստացվեց։ Այո, նորույթը կարծում եմ հաջողվեց, տես եւ միսը արգանակ է ստացվել, միսը Ահա, այստեղ ունեցանք լոլիկ, սմբուկ, խնձոր եւ տակդեղ։ Եվ այստեղ արգանակ ունենք, ուղղակի ուզում եմ, որ ցույց տանք այսպես։ Ահա։ Ահա այս տոլմայի տարատեսակն էր, որ մենք սիրունի հետ պատրաստեցինք հարգելի հեռուստադիտողներ, ստացվեց կարծում եմ։ Սիրուն ջան, ինչ ցանկություն ունես։ Իհարկե, համեցեք բոլորդ Սարդարապատ
տեսեք ինչ մեծ հարստություն ունենք մենք, ծանոթացեք նաև այն տեսականների հետ, որոնք միգուցե ձեզ հայտնի չեն։ Եվ կնդրեք լավ երաժշտություն։ Եղավ հարգելի հեռուստատեսողները թույլ տվեք ձեր անունից շնորհակալություն հայտնել Սիրունին, խմբին ամբողջ, իրենց ժամանակը տրամադրելու համար, իրենց նվիրվածությունը ցուցաբերելու համար, մեր կազմակերպության, մեր մշակույթի, մեր ընդհանրապես կենցաղավարության մեջ դեպի լավը գնացող յուրաքանչյուր քայլի համար։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ հրավերի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել ենք այսքանը շատ տխուր է բաժանվել, բայց մենք կհանդիպենք ինչպես միշտ ամեն օր։ Վաղարշապատի տոլմա, հորթի միս 300 գրամ, խոզի միս 300 գրամ, բրինձ 100 գրամ, սոխ 80 գրամ, սմբուկ 2 հատ, տակդեղ 4-5 հատ, լոլիկ 3-4 հատ, խնձոր 2 հատ, ձիթայուղ 30 գրամ, կանաչի, աղ, պղպեղ, բարյախորժակ։